Պեկ ամենակարևոր մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության պետը ԱԺ նախկին պատգամավոր ՔՊԱ-կան Երջանիկ Հակոբյանն է։ Նրա տեղակալը Գոռ Մարգարյանը պարզվում է Հակոբյանի քավորն է։ Նրանք ջանում են թաքցնել իրենց կապը, որպեսզի բարևարկության քննությունից չկտրվեն, հայտնում է Հրապարակ օրաթերթը։ Օրաթերթը գրում է. Փաշինյանը Սյունիք այցի ընթացքում ջերմընդունելության է արժանացել երբեմնի ընդդիմադիր համայնքապետերի կողմից։ Նրանք սկզբից մինչև վերջ ուղեկցել են վարչապետին, իսկ ուրբաթ երեկոյան Կապանի Քարավան ռեստորանում մասնակցել ճաշկերույթին։ Հրապարակ օրաթերթը գրում է. Այսօր արցախցիների կոնսուլտացիայի վերջնաժամկետն է։ Ըստ նախնական քննարկումների այն նախատեսվում է կազմակերպել ապրիլի 23-ին, ցեղասպանության ոգեկոչման նախորդ օրը։ Այդ օրը նաև ավանդական ջահերով երթ կլինի ՀՅԴ երիտասարդների ամենամյա նախաձեռնությամբ։ Ըստ օրաթերթի մեկ այլ հոդվածի պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ ոչխարների շինծու գործի ճարտարապետներից մեկը Սլավիկ Կամավոսյանը պարզվում է Արմավիրի ՔՊԱ-կան մարզպետ Արկիշտի Մեխակյանի հորաքրոջ ամուսինն է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Արտիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանի վերջին գնումները մեկը մյուսից ուշագրավ են, վերջինս գնել է ճոճանակ եւ վարագույր։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների համաձայն 3 երեկոյան իշխանության քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը խորհրդարանում իթևս այլ հարցերի քննարկել է նաև ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը ուսումնասիրող էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, սակայն Անդրանիկ Քոչարյանը խնդրել է իրեն վերաբերող հարցը հանել օրակարգից։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների համաձայն, չնայած որ արդեն որոշված է, որ ապրիլի 16-ին Աբականու ընդդիմադիրը անդամները Գյումրու քաղաքապետ կընտրեն Վարդան Ղուկասյանին, բայց կարծես թե ԿՊ-ն էլ իր սեփական պլաններն ունի։ ԿՊԱ-կանները փորձելու են ամեն բան անել, որպեսզի տապալեն Վարդան Ղուկասյանի պաշտոնավարումը որպես քաղաքապետ։ Օրաթերթը նաև գրում է. Նիկոլ Փաշինյանի ՔՊԱ-կան պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ նրա եղբոր Նայիրի Սարգսյանի հետ 2017 թվականին վիճաբանած Արթուր Այվազյանը մանախը արդարացվել է դատարանում։ Փաստ օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը վերսկսել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականցման մասին օրենքի սահմանադրականությանը համապատասխանող հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը եւ 10 օրից ավել է այն գտնվում է խորհրդակցական սենյակում։ Օրերս Երևանում Ռուսաստանի գրքի տան մոտ Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշների մոտ բարձրացվել է նաեւ ԵԱՏՄ դրոշը։ Փաստի տեղեկություններով նախաձեռնության հեղինակը հասարակական քաղաքական գործիչ «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանինն է։ Մայիսի 9-ին հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ անմահ գունդ ավանդական հուշ երթ է կազմակերպվելու, հայտնում է Փաստ օրաթերթը։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ օրագիր News կայքում։